կամ ձեր ներկայացուցիչը որևէ խնդիր չկա։ Ունենք բացառքի միջնորդություն։ Ուրեմն, ինչպես գիտենք, խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը ի սկզբանե սյունգարկապահական գործին մասնակցել է խորհրդի կազմում եւ խորհուրդը որոշում է։ Ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատելու համար, մի ճշգրտում ունեք գրավոր, որը ներկայացնելու եք եւ խորհրդին եւ նախարարությանը։ Կարող եք միջ ձեր խոսքը սկսել է նաեւ օրինակները տրամադրել մեզ։ Կարող է։ Եվ խոսեք եւ օրինակը տրամադրեք, մենք էլ ծանոթանանք, փոխանցեք։ Կողմին եք տալիս։ Խոսքից հետո կտրամադրեմ։ Շատ լավ։ Ընդհանրապես արձանագրենք, որ միջնորդություն վերնագրմամբ 4 էջից բաղկացած փաստաթուղթ ներկայացվեց, ինչը հիմա բանավոր ներկայացվում է, խնդրեմ։ Ուրեմն 23 թվականի հունվարի 26-ի որոշմամբ խորհուրդը որոշեց դադարեցնել դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները։ Կարգապահական գործիքնության ընթացքում նաև մերժվեց բացառքի միջնորդությունը, հայտնած խորհրդի նախագահին։ Պարլամենտարային կողմից գանգատ ներկայացվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը վճռեց, որ ըստ էության տեղի ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջի կետի խախտում նախագահի Կարեն Անդրեասյանի անաչառ չլինելու մասով։ Նաև արձանագրեց, որ անդրադառնալով բացառքի միջնորդությանը խորհուրդը թերի է պատճառաբանել եւ հերքել բացառքինքում դրված հանգամանքները, ինչպես նաև որոշ հիմքերի ընդհանրապես չի անդրադարձել։ Վերնշալից հետևում է, որ Երանուհի Թումանյանցի կողմից գործիքնության ընթացքում թույլ է տրվել կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջի կետի խախտում։ Հետևաբար գտնում ենք, որ նշված հանգամանքը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տալ գործով դատավորի անաչառության հարցում։ Հետևաբար միջնորդում ենք բացառք հայտնել Վարչական դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի։ Այսքան։ Շնորհակալություն հակիրճ ներկայացնելու համար, ինչպես արդեն արձանագրվեց, այն ինչի մասին որ խոսում եք, ուղիղ համապատասխանում է փաստաթղթով ձեր կողմից ներկայացվածին, պարոն Ամիրխանյան։ Այո, հարգարժան, պարզապես իրավական նորմերը ես չվկայակոչում։ Ընդհանուր բովանդակության մասին է խոսքը, այսինքն ըստ էության որևէ տարբերություն չունեք ձեր բանավոր խոսքի եւ գրավոր փաստաթղթի միջեւ։ Շատ լավ, շնորհակալություն, արձանագրվեց, որ Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչ Ամիրխանյանի կողմից ներկայացվեց բացառքի միջնորդություն խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին, հարգելի ներկայացուցիչներ, որևէ դիրքորոշում ունեք այս կապակցությամբ։ Հարգելի խորհուրդ, հարցը, որը ներկայացուցչի կողմից բարձրացվեց, ըստ էության բարձրացված է եղել նաև պարոն Անտոնյանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի շրջանակներում, եւ Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի 111-րդ կետում այս հարցին որոշակի անդրադարձ կա, եւ անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուղղակիորեն նշում է, որ ըստ էության այն ընթացակարգը, որով որ ընտրվում են առանձին ԲԴԽ անդամներ, ինչպիսի ընթացակարգով նաև ընտրվել է Տիկին Թումանյանցը, որպես այդպիսին չեն ուղղակիորեն եզրակացնում նրա մասին, որ որևէ կերպ տվյալ անդամի անկախությունը, այսպես ասած, անկախությունը կարող է կասկածի տակ դրվել դրանով։ Այս հիմքով հաշվի առնելով նախ ընթացակարգերը նշանակման, հաշվի առնելով տարբեր ստանդարտների եւ այս ընտրության ընթացքում արկա երաշխիքները, որոնք որ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ արկա են, ինչպես նաեւ հաշվի առնելով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ներկայացված դիրքորոշումները, գտնում ենք, որ սույն գործով որևէ կերպ Տիկին Թումանյանցի անաչառությունը եւ անկախությունը կասկածի տակ դրվել չի կարող։ Շատ լավ, շնորհակալություն, ընդամենը կարող եք արձագանքել, իրավական բանավեճի չենք վերացում, ընդամենը արձագանքում եք եւ անցնում ենք առաջ, շնորհակալություն։ Այո, կարճ արձագանք, գործընկերս նշեց, որ ըստ էության ընտրվելու կարգը դատավոր անդամի կարգին եւ դրա իրավաչափությանը անդրադարձ է կատարել մի այդ վճռով, բայց մեր բացակի հիմքում այդ կարգը չի դրվել եւ մենք այդ հիմքով վերջինիս անկախությունը կասկածի տակ չենք դնում սույն միջնորդությամբ։ Հիմքը լրիվ այլ էր։ Շատ լավ, շնորհակալություն։ Իհարկե խորհրդի անդամին հայտնված բացառքի հարցը լուծում է խորհրդակցական սենյակում, նաև հարց պատասխանի ձևով, այնուամենայնիվ, եթե բացառք ներկայացրած կողմին խորհրդի հարգելի անդամները որևէ հարց ունեն իրենց համար
որոշակի հանգամանքներ բարձելու տեսանկյունից ելնելով, այդ հնարավորությունը կտրվի։ Ունեք հարգելի խորհրդի անդամներ, դուք ունեք, խնդրեմ։ Խնդրում եմ մեկ անգամ եւս բարձրաբանեք, թե ինչի համար եք ինքնամիջնորդություն ներկայացնում ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ ու որ հիմքով։ Սուբյեկտիվ եւ օբյեկտիվ հիմքեր կան բացարկի։ Մեր կողմից ներկայացվող օբյեկտիվ հիմքով, օբյեկտիվ չափանիշի չհամտեսանության, այսինքն այն հիմքով, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել դրալ գործով դատավորի անաչառությունը, այն հիմքով, որ նույն կարգապահական գործի ընթացքում վերջինս մասնակցելով թույլ է տրվել կոնվենցիայի խախտում։ Այսինքն սույն կարգապահական գործը ինքնին կոնվենցիայի խախտման մասին է եւ դատավոր անդամը նույն գործով կարգապահական գործի քննության ընթացքում ինքն է թույլ տվել կոնվենցիայի խախտում։ Կարծում ենք սա բավարար հիմք է, որպեսզի վերջինս բացարկայտնի։ Այսքան։ Շատ լավ, դուք այդ հարցը բարձրացրել եք նաև նկատի ունեմ պարոն Անտոնյանը այդ հարցը բարձրացրել է նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ճիշտ եմ հասկացել։ Ոչ, այդ հարցը չի բարձրացվել։ Այդ հիմքով այդ հարցը չի բարձրացվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անդրադարձ չկատեք Իմ Թումանյանցի վերաբերյալ անաչառության հանգամանքի մասին։ Նման հարց բարձրացվել է, բայց հիմքը եղել է ոչ թե այն ինչ որ այսօր ներկայացվեց, այլ այն, որ ոչ իրավաչափ կերպով է ձևավորվել, այսինքն ձևավորման կարգը ԲԴԽ անդամի կասկած կարող է առաջացնել վերջինս անաչառության հարցում, այդ հիմքով է արվել։ Այսինքն ձևավորման կարգն է վիճարկվել, կոպիտ ասած։ Շատ լավ։ Այս միջնորդությամբ մենք նման հարց չենք բարձրացնում։ Ձեր ներկայացվածը, եթե ես ճիշտ եմ հասկացել, հիմնված է նրա վրա, որ Տիկին Թումանյանցը մասնակցել է մի գործի քննությանը, որով նախագահի գործողություններով պայմանավորված նրա մասով եվրոպական դատարանը դիտել է ոչ պատշաճ դատարանի հատված, միայն մեկ անձի մասով։ Հիմա դուք միայն մեկ անձի մասով մյուս կազմի մյուս անդամին ասում եք դուք եք այդ գործով դիտվում որպես ոչ պատշաճ դատարան, ճիշտ եմ հասկանում։ Ոչ, հարգելի խորհրդի անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միայն մեկ դատավորի հարցին չի անդրադարձել, միայն նախագահի հարցին չի, որ անդրադարձել է։ Այո, վերջինս անդրադարձել նրա անաչառության հարցին, բայց նաև անդրադարձել է բացակի միջնորդության մերժման հիմնավորվածության հարցին։ Բացակի միջնորդությունը չի մերժել նախագահ Կարեն Անդրեասյանը, բացակի միջնորդությունը մերժել են մյուս անդամ դատավորները։ Եվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անդրադարձել է հենց այդ մերժման հիմնավորումներին եւ արձանագրել, որ այդ մերժմամբ խախտվել է անձի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։ Վերջին հարցը, ձեր կարծիքով 10 հոգու կազմով քննության ժամանակ մեկ անձի դիրքորոշումը կարող է ազդել գործի ելքի վրա։ Կարծում ենք այո։ Երբեմն եւ կարող է։ Շատ լավ հարց։ Շնորհակալություն հարցերի համար։ Ես մի փոքր ճշգրտող հարց, պարոն Ամիրխանյան։ Դուք նոր հայտարարեցիք, որ Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշման մեջ նշված է, որ Երանուհի Թումանյանց, եթե իհարկե ես ճիշտ եմ լսել, գուցե դուք ուրիշ բան եք ուզում ասել, համենայն դեպս ձեր խոսքից ես այդպես եմ հասկացել, որ նշված է, որ խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը կոնվենցիոն խախտում է թույլ տվել։ Կարող եք մատնանշել Եվրոպական դատարանի որոշման որ կետով է նշված, եթե իհարկե դուք այդպես եք ասում կամ այդ կարծիքին եք, շնորհակալություն։ Մենակ այդ մասը ընդհանրապես բարձրաբանեք եւ ավարտենք։ Հարգելի խորհուրդ, Բարձրագույն դատական խորհուրդը ներողություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ոչ թե ասել է, որ հենց ուրեմն Թումանյանցն է կոպիտ, այսինքն խախտում թույլ տվել, այլ խորհուրդը իր բացարկի միջնորդությունը մերժելու որոշմամբ, այսինքն որի կազմի մեջ մտնում էր նաև Տիկին Թումանյանցը։ Մյուս անդամները այժմ, այսինքն Թեկուզև դա կասեք, ասեմ 50-րդ Հիմա իհարկե մի փոքր տարբերվող դիրքորոշում ասացիք, բայց ամեն դեպքում պետք չի կարդալ, կետն ասեք։ Եթե չեմ սխալվում, հենց 50-րդ
Լավ, այդ որոշումը մենք էլ ունենք, կա մեջ այսպեսի բան։ Միջնորդության մեջեղում կատարվել է, բայց կետը ոնց որ չի նշվել, այնպես որ անհրաժեշտություն ունենք։ Ձեր միջնորդության մեջեղումը կա։ Այո, Եվրոդատանի որոշումը մենք էլ ունենք, կգտնենք։ Շնորհակալություն։ Այսպեսով հարցերն ավարտվեցին, խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ ներկայացված բացարկի հարցը լուծելու համար։ Կարող եք նստել։ Այսպեսով բարձրագույն դատական խորհուրդը նախ հայտարարում է, որ հեռացել էր խորհրդակցական սենյակ Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչի կողմից նիստում ներկայացված միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ, մասնապես Երանուհի Թումանյանցին բացառք հայտնելու մասին, այս բանը արձանագրում է, որ գործին մասնակցող այն անձինք, ովքեր միջև խորհրդակցական սենյակ հեռանալը ներկային դատական նիստերի դահլիճում, այս բանը նույնպես ներկային եւ այս պայմանությամբ խորհրդի կազմի փոփոխություն նույնպես արկա չէ։ Այսպիսով քննության առնելով Երանուհի Թումանյանցին ներկայացված բացարկի միջնորդությունը Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հաշվի առնելով ներկայացված միջնորդության հիմքերը, դրանք համադրելով մի այդ որոշման պարտայեցված դիրքորոշումների հետ, գտել է, որ դրանք մասնավորապես վերաբերել են այն ժամանակ խորհրդի նախագահ հանդիսացած Կարեն Անդրեասյանի անաչառությանը, ուստի Կարեն Անդրեասյանի բացարկի հարցի քննարկման ժամանակ եւ արդյունքում կայացված որոշման վերաբերյալ Երանուհի Թումանյանցի որևէ դիրքորոշում սույն հարցի քննության վրա չկարող ազդեցություն ունենալ եւ չկարող անկոմնակալ դիտորդի մոտ կասկած հարուցել խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի անաչառության վերաբերյալ, ուստի խորհուրդը խորհրդակցական սենյակում որոշել է ներկայացված միջնորդությունը մերժել։